փառավորի մեր Տերը եղբայրներ քուրեր, որ մենք ունենք իր մեջ մխիթարություն։ Թագավորը ասեց, որ նեղվածներ տեսա, բայց նրանց մխիթարող չկար։ Եվ իրապես, որ ինչքան մարդիկ կա, որ այսօր մխիթարության կարիք ունեն, բայց մխիթարություն չունեն, և չգիտեն էլ, որ կա այդ մխիթարությունը։ Բայց փառք Տիրոջը, որ մենք ունենք մխիթարություն Քրիստոսի մեջ։ Տերը կարևոր բան ասեց, ձեզ որբ չեմ թողի, կգամ ձեր մոտ։ Եվ փառք Իրան, որ իրապես, որ մեզ որբ չի թողել, և նա մեզ հետ է, և մեր մեջ է, և մեզ մխիթարում է մեր նեղությունների մեջ։ Եվ ասում է, ինչքան որ շատանում են մեր նեղությունները, այդքան մխիթարությունն է ավելանում մեր մեջ Քրիստոսով։ Ես կարդամ Հայտնության գրքից 2-րդ գլխից, ուրեմն այսպես ասում Տիրոջ խոսքը, մի վախենա այն ամենից, ինչ պիտի կրես։ Ահա բանսարկուն ձեզանից մի քանիսին բան տենետելու, որպեսզի փորձվեք, և 10 օր նեղություն եք կրելու, մինչև մահ հավատարիմ եղիր, և քեզ կտամ կենաց պսակը ամեն։ Թե ես համարի մեջ, թե շատ համարների մեջ Տիրոջ խոսքը ասում է, մի վախենա, մի սարսափիր։ Քանի տեղերում, թե հին ուխտի մեջ, թե նոր ուխտի մեջ, Աստված ասում է, մի վախենա, ես քեզ հետ եմ։ Քեզ չեմ թողի, քեզանից չեմ հեռանա։ Եվ ընդհանրապես եղբայրներ քուրեր, եղբայրներն էլ շեշտեցին վախի վրայով, որ վախը բացասական ազդեցություն ունի։ Վախը մեզ կոմակ չի։ Աստվածաշունչն ասում է, որ այս աշխարհի մարդիկ պետք է նվաղեն այն բոլոր բաներից, որ պետք է գա այս աշխարհի մեջ։ Եվ իրապես, ինչ է սպասում այս երկրին, այս աշխարհին։ Մենք որ մտածենք, ահա որ բաներ է սպասվում։ Երբ որ հակաքրիստոսը նստի գահի վրա, մարդկանց ձեռքերի ճակատների վրա խփեն կնիքը եւ պիտի թույլ չտան, թե առնելը, թե վաճառելը, եւ պիտի զրկեն, եւ պետք է սպանեն, եւ պետք է գլխատեն, եւ պետք է տանջեն քրիստոնյաներին ու հրեաներին։ Որ սենց բաների մասին մտածես, սիրտդ կարող է նվաղի։ Անհավատները արդեն իսկ այդ հոտը զգալով վախերի մեջ են։ Սպասում են, որ հեսա իրաց չիպավորել են նապաստակների կրոլիկների նման։ Նույնիսկ անհավատներն են զգում, որ վերջը լավ չտիլի։ Սա վերջը լավը չի։ Բայց Աստվածաշունչն ասում է, մի վախեցիր։ Մենք չպետք է այդ Հովհաննես Թումանյանի հերոսի նման Կիկոսի մահը արդեն բաներ չեղած մտածենք, բա որ ծնվի, բա որ գա ստե հասնի, բա որ ընկնի ջրի մեջ, վայ Կիկոս, հայ Կիկոս եւ այլն։ Այսպես չպետք է մենք մտածենք։ Տերը մեզ հետ, մենք նույնիսկ պետք էլ չի դրա մասին մենք շատ մտահոգվենք։ Կգա այդ պահը, կգա այդ ժամը, հալբատ, Աստված մեծ է, ինչ կլինի, ինչպես, որ շատ մտածես, ինչ է փոխ, այդ ժամը չի գալու, այդ պահը չի գալու, որ դու մտածեցիր, մտահոգվեցիր, ես իմ ինչ վախերի մեջ, ինչ է փոխվելու դրանով, մեկ է, այն ինչ որ գրված Աստծո խոսքի մեջ կատարվելու է։ Ես օրինակ չգիտեմ, ինչի են մարդիկ շատ տարված նրանով, որ հակաքրիստոսն է գալու։ Ես օրինակ գալու է, հետո ինչ որ գալու է։ Մենք պետք է պատրաստվենք մեր Տիրոջ գալստին։ Մենք պետք է սպասենք մեր Տիրոջ հայտնության։ Եվ ես իմիջիայլոց հավատում եմ, որ այդ օրերին մեծ արթնություն է լինելու։ Նույնիսկ անհավատները սթափվելու են եւ ես հավատում եմ շատերը պիտի ապաշխարեն։ Որովհետեւ արդեն դանակը ոսկորին է հասնելու։
արդեն էլ չեն կարողանալու կեղծավորություն անել։ Պետք է ընտրեն կամ Հիսուսին իրանց Տեր ու Աստվածը, կամ հակաքրիստոսին։ Եվ ես մտածում եմ, որ ինչ որտեղ բարի բան էլ լինելու դրա մեջ, որ միգուցե շատերը տարբերակով ապաշխարեն ու փրկվեն։ Եվ Աստված հենց դրա համար կարող է թույլ տալ այդ ամեն ինչը, որ վերջնականապես մարդիկ որոշեն ով է իրանց Աստվածը, ինչպես Եղիան ասեց, եթե Բաղամն Աստված, նրան պաշտեցեք, եթե Եհովան Աստված, նրան պաշտեցեք։ Իսկ մենք վախենալու, սա մեզ համար չի, եղբայրներ։ Վախը, վախենալը, սարսափելը, քաջասիրտ եղեք, ասում Աստվածաշունչը։ Ես հաղթեցի աշխարհին։ Ուրեմն նախորոք տրամադրվել, նախորոք վախերի մեջ լինել, նախորոք նվաղել, նախորոք մտածել, վնուշկեքի մեջ ընկնել, բա яրա ոնց է լինելու, ինչ է լինելու, դա պետք չի մեզ։ Նույնիսկ Տերը ասեց աշակերտներին, ձեզ պետք չի իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը իր իշխանության մեջ նշանակեց։ Մենք շատ պետք է չփորփրենք, ման գանք տենանք, այդ որտեղ մը, հակաքրիստոսը որտեղ մը, որտեղ ծնվել է, թե չի ծնվել։ Դա մեզ պետք չի։ Նույնիսկ ասես պետք չի դուք իմանաք այն բաները, որ կարևոր բաներ են, գիտեք, եւ մեղավոր բաներ, ասում է, հիմա էս Իսրայելի թագավորությունը հաստատում։ Ասես դա ձեր գործը չի։ Որ վերեսուն ոնց թե ձեր գործը չի։ Կարևոր բաներ էր։ Աստված խոստում էր տվել Դավիթին, որ իր աթոռը պիտի վերականգնվի, որ Մեսիան պիտի գա եւ Երուսաղեմում պիտի նստի եւ Իսրայելի թագավորությունը պիտի հաստատվի, վերականգնվի Իսրայելի թագավորությունը։ Եվ Իսրայելը պետք է դառնա այս աշխարհի մեջ ամենախզոր երկիրը, որ հեթանոսները պիտի խոնարհվեն։ Եվ Դավիթի ցեղից պետք է նստի այդ աթոռի վրա, Դավիթի աթոռի վրա։ Եվ հիմա Տերը ասում է, դա ձեր գործը չի։ Դուք իմանաք այն բաները, որ Աստված իր իշխանության մեջ է։ Եվ իրապես շատ բան, որ մեր գործը չի դա։ Մեր գործը ո՞րն է, հոգիների փրկությունը։ Մեր գործը ո՞րն է, որ մենք մեր լապտերները շտկենք։ Մեր գործը ո՞րն է, որ մենք մեր հանդերձները պատրաստենք։ Որ մենք ժամանակին կերակուր տանք ծառաներին, որ մենք ամեն ինչ անենք մարդկանց փրկության համար, մեր գործը ո՞րն է, որ մեր ընտանիքների համար հոգ տանենք, ցավ քաշենք, որ մեկը կորուս չգնա։ Պատրաստվենք ոչ թե հակաքրիստոսի գալստին, պատրաստվենք Քրիստոսի գալստին։ Թողեք այդ վախերը, այդ տագնապները գնա, այսօր վակցինային սրսկում, վաղ կարող է ինչ-որ մի ուրիշ բան, մենք պետք չի վախենանք, տագնապենք աշխարհիկ մարդկանց նման։ Յարապ մեր սրսկեն մեր կյանքը կրճատելու է, կամ ինչ-որ մի բան ալինելու, հետո մի բան, որ չգիտենք։ Մենք պետք է Տիրոջը վստահենք։ Ամեն բան, ես հավատում եմ, որ քրիստոնյան պետք է անի Տիրոջ հետ խորհրդակցելով։ Սա հիմա այն ժամանակն է, որ Տերը ասում այն ոչխարների ձայնը կլսեն իմ հետևից կգան։ Մենք ոչ թե ինչ-որ մի քարոզիչի հետևից պետք է գնանք։ Ինչ-որ մի հատ հովիվ ինչ-որ մի բան ասի, մենք նրա հետևից ենք գնալու։ Ինչ-որ մի մարգարե հայտնի, մենք նրան պիտի լսենք։ Կամ ինչ-որ մի հատ պրոֆեսոր, կամ ինչ-որ մի հատ բժիշկ, կամ ինչ-որ մի ակադեմիկոս, գիտնական, մենք Տեր ունենք։ Եվ Տերը մեզ կարա ասի, այսօր քո անելիքը ո՞րն է։ Ինչ անես, ո՞նց անես այս իրավիճակում։ Ոչ թե խուճապի մատնվենք, խառնվենք, ասես բաներ են, դա Տիրոջը հարցնի։ Ես օրինակ Տիրոջն եմ հարցնում, ինձ պետք չի պրոֆեսորների կարծիքը։ Տերը կարա մեզ առաջնորդի եղբայրներ։ Ասի, ինչ անես, ինչը չանես։ Փիլիպեցիս նամակի մեջ Պողոս առաքյալ այսպիսի խոսքեր ասում մեզ եղբայրներ եւ քույրեր։
Ֆիլիպեցիս 4-րդ գլխի 4-րդ համարից եմ կարդալու։ Միշտ ուրախ եղեք Տիրոջմով։ Նորից եմ ասում, ուրախ եղեք, թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց, Տերը մոտ է։ Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածները հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծոյի խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերը ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Ամեն։ Եվ Աստծոյի խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերը ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք։ Տերը մեզ հետ է։ Աստված մեր կարողությունից ավելին բան թույլ չի տա։ Եթե Տերը մեզ կրակով էլ անցկացնի, ասում է, կրակով պիտի անցնես։ Չի ասում, կրակով չես անցնելու, քեզ կրակից պահելու եմ։ Ասում է, կրակով անցնես, չես այրվելու։ Ջրերով անցնես, քեզ վնաս չեն տալու, անց ենք կենալու, փորձություններով ենք անցնելու եւ դուրս ենք գալու, մահվան շուքի ձոր ենք մտնելու եւ մահվան շուքի ձորով անց ենք կենալու, եւ ասում է չեմ վախենա, որովհետեւ Տերը ինձ հետ է։ Տերը նաեւ Հովանես Առաքյալի ավետարանում, տեսեք 14-րդ գլուխ ինչ ասում մեզ Տերը։ Թող ձեր սրտերը չխռովեն, Աստծուն հավատացեք, նույնպես ինձ հավատացեք։ Թող ձեր սրտերը չխռովեն։ Աստված մեզ խաղաղություն ա տվել, ասում է իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Այդ նշանակություն չունի իրապես ինչա կատարվում։ Պատերազմա, սրսկումներա, զրկանքներա, հիվանդություններա, մահտարաժամներա, ինչերա մեզ Աստվածաշունչն ասում է մի խռովեք, թող ձեր սրտերը չխռովի։ Կարող է վաղը մյուս օրը մի ուրիշ ինչ-որ վիրուս դուրս գա։ Իմիջիալոց ես երեք լսել էի լուրերով ինչ-որ մի բժշկի հետ խոսում էր լրագրողը եւ ասում էր, որ մարդիկ խոսում են արդեն ինչ-որ մի ավելի սարսափելի վիրուսի մասին։ Դուք ինչ կասեք դրա մասին։ Ասում եմ, մենք պետք է պատրաստ լինենք։ Արդեն աշխարհի մարդիկ ասում են, դուք ձեզանով չեք դատում ինչ ա լինելու։ Մեզ համար սա չպիտի խորտ երևույթ լինի։ Սուրբ Գիրքն ասում է, մահտարաժամներ են լինելու, պատերազմներ, երկրաշարժներ, այս լինելու է խռովություններ, ազգի վրա թագավորության վրա եւ այլը, այս աշխարհը ալեկոծվում է, այս աշխարհը պղծվում է, այս աշխարհը անդունդ է գնում, բայց այդ իրավիճակների մեջ էլ մեզ Աստված ասում է, թող ձեր սրտերը չխռովեն, Աստծուն հավատացեք, ինձ էլ հավատացեք, հավատքն է մեզ պահելու եղբայրներ քույրեր, պետք է մենք վստահենք Տիրոջը, պետք է մենք հավատանք Տիրոջը, հա որ մարդկայնորեն մտածես, բա ոնց կլինի, բա ես ընտանիք ունեմ, երեխեք ունեմ, բա այդ ոնց է լինելու այդ իրավիճակը, ուղղակի պետք է մենք Աստծուն հավատանք, ինչ անելու Աստված, ոնց անելու Աստված, ինչ կանի, ինչպես մեզ կազատի, ինչպես մեզ կփրկի, կրակ ենք մտնելու եւ առանց ծխի հոտի դուրս ենք գալու, թե պիտի նահատակվենք ոմանց քրիստոնյաների պես, թե այնպես լինի, փառք Տիրոջը, որն էլ լինի, հիմա ինչ մտածենք դրա մասին, կամ ինչ անհանգստանանք, կամ ինչ նստենք ու վայվույ անենք, դա մեզ պետք չի, մենք այսօր մեր անելիքը իմանանք, մենք այսօր մեր գործը իմանանք, ինչպես եղբայրը որ վկայեց, ես մեծ գործով զբաղված եմ, միջև կգա այդ պահն էլ, որ Տերը ասեց, խավարի ժամն է եկել, հիմա ձեր ժամն է, ձեր իշխանությունն է, այդ ժամն էլ կգա, բայց Տերը ասում է,
քանի որ դեր լույսի մեջ եք, ասում է, քանի որ դեր լույսա չէ որ ասում է 12 ժամ կա ցերեկվա մեջ, քանի որ դեր ցերեկա ես պիտի գործեմ։ Քանի դեր ցերեկա եղբայրներ քուրեր, քանի որ այս ժամանակ այս հնարավորությունը ունենք, մենք գործենք։ Գալիս է գիշերը, ասում է, որ ոչ մեկը չի կարող գործել։ Կգա այդ օրերն էլ, այդ ժամերն էլ, որ էլ չենք կարա գործենք։ Եվ ոչ միայն մենք, այլ չենք կարա գործենք։ Բայց քանի որ դեր ցերեկա, բերեք գործենք։ Բերեք կանգնենք աղոթքի եղբայրներ քուրեր։ Փառտանք Տիրոջը, թե չարիքի թե բարիքի համար, փառտանք Աստծուն, որ Տերը մեզ խոստումներ ա տվել եւ Աստված ասում է մի վախեցիր, ես քեզ հետ եմ եւ այն ամեն ինչ ինչ որ քեզ հետ պատահելու է, մի վախեցիր։ Խնդրենք որ Տերը իր խաղաղությունը մեր մեջ հաստատի։